Ներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք նրբահամ, իդեալական, կատարյալ մածունով թխվածք մածնաշոկ։ Տարայի մեջ կոտրում ենք 3 ձու, ավելացնում ենք 300 գրամ շաքարավազ և հարում ենք։ Այս թխվածքի շերտերը ստացվում են բավականին քաղցր, իսկ կրեմը ոչ այնքան, այսպիսով համերը բալանսավորվում են։ Ցանկության դեպքում կարող եք խմորի մեջ շաքարավազը պակասեցնել, իսկ կրեմի մեջ ավելացնել։ Պետք է ստանանք նրբահամ, անչափ փափուկ, կատարյալ շոկոլադե թխվածք, ընդգծված սերուցքային համով։ Ձուն շաքարավազի հետ լավ հարելուց հետո ավելացնում ենք 600 գրամ մածուն։ Որպեսզի ստանանք բարձր, փափուկ և ծակոտկեն շերտեր, մածունը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Ավելացնում ենք 2 ոչ լիքը թեյի գթալ սոդա և շարունակում ենք հարել, մինչև սոդան ակտիվանա, այնուհետև ավելացնում ենք 100 մլ ձեթ, 100 գրամ կակաո և 2 թեյի գթալ վանիլային շաքարավազ։ 2 թեյի գթալ սոդայի փոխարեն կարելի է ավելացնել 4 թեյի գթալ փխրեցուցիչ, սակայն փխրեցուցիչը պետք է ավելացնել ամենավերջում, ալյուրի հետ միասին։ Քանի որ մածունը ստեղծում է թթվային միջավայր, այդ պատճառով սոդան ավելացնելու ժամանակ քացախ չենք օգտագործում։ Վերջում ավելացնում ենք 600-ից 650 գրամ բարձր տեսակի ալյուր։ Կախված հավկիթների մեծությունից, մածունի խտությունից, բաղադրատոմսի մեջ օգտագործվող ալյուրի քանակը կարող է փոփոխվել։ Պետք է ստանանք այսպիսի թույլ խմոր։ Խմորը բաժանում ենք 3 մասի և թխում ենք նախապես 200 աշճան տաքացված ջեռոցում, մինչև պատրաստ լինելը։ Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկի միջոցով, շերտերը թխվում են մոտ 10-ից 15 րոպեի ընթացքում, կախված ջեռոցի հզորությունից։ Շերտերը թխում ենք օգտագործելով յուղաթուղթ և իրար վրա չենք դնում։ Մինչ շերտերը կսառչեն, պատրաստում ենք կրեմը։ 400 մլ սերուցքի վրա ավելացնում ենք ընդամենը 50 գրամ շաքարավազ և հարում ենք 3-ից 4 րոպե։ Որպեսզի ստանանք կայուն սերուցքային կրեմ, սերուցքը նախքան օգտագործելը 12 ժամ պետք է դնել սառնարան, և սերուցքի յուղայնությունը պետք է լինի 30%-ից բարձր։ Կրեմի մեջ ավելացնում ենք 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ, 50 գրամ կակաո և շարունակում ենք հարել ևս 1 րոպե։ Որպեսզի ստանանք արտահայտիչ շոկոլադի համով, մուգ գույն ունեցող շերտեր և համեղ կրեմ, պետք է վերցնենք բարձր տեսակի կակաո։ Շերտերը թխված են, կրեմը պատրաստ է, հավաքում ենք թխվածքը շերտ-կրեմ-շերտ հերթականությամբ։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ և հետաքրքիր բաղադրատոմսերը։ Վերջին կրեմի շերտը հարթեցնում ենք, քանի որ ջնարակով պետք է նախ շերանենք։ Այս բաղադրատոմսով պատրաստված բիսկվիթի շերտերը այնքան փափուկ և նուրբ են ստացվում, որ դրանք կարելի է միացնել ցանկացած կրեմով, վստահեցնում եմ արդյունքը լինելու է գերգերազանց։ Ջնարակի համար վերցնում ենք 2 լիքը ճաշի գթալ կակաո, 2 ճաշի գթալ շաքարավազ և 2 ճաշի գթալ ձեթ։ Կավելացնենք նաև կես թեյի գթալ վանիլային շաքարավազ, 6 ճաշի գթալ ջուր կամ կաթ։ Դնում ենք ցածր կրակին, անընդհատ խառնելով եփում ենք 3-ից 4 րոպե, մինչև զանգվածը խտանա։ Ջնարակը գոլ վիճակում ավելացնում ենք թխվածքի վրա և չոփիկի օգնությամբ նախշեր ենք անում։ Թողնում ենք թխվածքը հանգստանա առնվազն 1 ժամ, այնուհետև կտրում ենք։ Կարելի է նաև անմիջապես էլ կտրել, քանի որ շատ փափուկ է ստացվում։ Սիրելիներս, այս խմորեղենը կարելի է դնել սառնարան և մատուցել սառը վիճակում, քանի որ համը հիշեցնում է սերուցքային պաղպաղակ։ Նրբություն, կատարելություն մեկ կտորի մեջ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։